ՔՊ-ի ամենօգտագործելի բանը ի՞նչն է։ Սուտը, fake-ը։ Գիշեր, ցերեկ fake-երի են քսի տալիս մարդկանց վրա, հասարակական քաղաքական գործիչների, քաղաքական հակառակորդների, ով դուրները չի գալիս, նրանց վրա։ Ամբողջ աշխարհում դրանց այդ տեխնոլոգիայի, այդ fake-երի գլխավոր անելիքը ստել տարածելն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը fake-երի ազդեցությունը հասցրել է մաքսիմումի, ազդեցությամբ կատարելության։ Այդ fake-երը հրապարակում են սուտ լուրեր։ Փաշինյանը իրավապահներին ուղարկում է ոչ թե ստեր տարածողների հետևից, այլ նրանց հետևից, ում մասին այդ սուտ լուրերն են։ Սա ունիկալ երևույթ է։ Առաջ երբ ընդդիմություն էր աշխատում, ուղղակի հորինում էր, իսկ հիմա երբ իշխանություն է, համ հորինում է, համ ընթացք է տալիս։ Գնում է ԱԱՑ-ն, քննչականը, դատախազությունը հետևներից, մարդկանց բռնում, սուտ, հերկված կամ առանց պատշաճ աղբյուրի անհայտ ծագման նյութերը տիրաժավորում են իշխանական լրատվամիջոցներով, այդ թվում հարկատուներիս հաշվին հմեկով տարածում, ու իրենք կառավարության խորհրդարանի անդամները ելույթներում անխնա ցիտում են այդ fake լուրերը։ Հորին էլ բաներ, որոնց մարդիկ կհավատան, որքան սուտը մեծ ու լկտի, այնքան շատ խաբված մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարություններ անում մամուլին հղումով։ Ուսումնասիրում ես, պարզվում է իրականում իր կուսակցական ու ընտանեկան սեփական լրատվամիջոցների անհեղինակ նյութերն են։ Վերջին օրինակը կաթողիկոսի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին նյութն է։ Առանց կաշկանդվելու ազգային ժողովի ամբիոնից կարդում է fake լուրը, բայց բանը այն է, որ իրենք բողոքում են, երբ իրենց մասին է բան հրապարակվում։